աստվածաշնչյան ճշմարտություն, որի մասին դուք պետք է իմանաք։ Գաղատացիների 2:20 Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում, եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Երբ Հիսուսը խաչվեց, նա փրկեց մեզ բոլորիս։ Պողոսը շարունակում է հորդորել, որ մենք հզոր լինենք եւ դառնանք օրհնություն ուրիշների համար։ Դուք ոչնչի համար չեք դատապարտվի, քանի դեռ ընդունում եք Հիսուսին որպես ձեր փրկիչ։ Հիսուսը մեր բոլորի համար թանկագին գին է վճարել, որպեսզի մենք ազատվենք մեղքից։ Ընդունիր նրան որպես քո փրկիչ հիմա, եղիր օրհնություն մարդկության համար։ Աղոթենք։ Հայր, նայր թե քանի մարդ է հիմա ասում, ես ընդունում եմ քեզ Հիսուս, որպես իմ Տեր եւ փրկիչ, հանիր այս մեղքը ինձանից, մաքրիր ինձ ամբողջությամբ Տեր Հիսուսի արյունով, դու օրհնված ես, բարեկամս, ես հանդիմանում եմ ձեր մեջ եղած չարիքին, այս գայթակղությանը ես ասում եմ, դուրս արի Հիսուսի անունով։